ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որը ըստ նրա պետք է դադարեցնի 3 տարուց ավելի ձգվող ռուս-ուկրաինական պատերազմը։ Ծրագիրը մշակվել է Ուիտքոֆի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, փոխքարտուղար Ռուբիոյի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ, բայց ուկրաինական կողմը չի մասնակցել։ Ամերիկացի գործընկերներից դժգոհ են եվրոպացի դաշնակիցները, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ իրենց կարծիքը հաշվի չառնելու համար։ Եվրոպացի պաշտոնյաները նախազգուշացնում են ցանկացած նախաձեռնություն, որը ենթադրում է Ուկրաինայի տարածքային զիջում, իրենց համար անընդունելի է։ Մենք եվրոպացիներս միշտ աջակցել ենք երկարատև եւ արդար խաղաղությանը, եւ մենք ողջունում ենք այդ նպատակին միտված ցանկացած ջանք։ Իհարկե, ցանկացած պլանի իրականացման համար անհրաժեշտ է, որ ուկրաինացիներն ու եվրոպացիները ներգրավված լինեն։ Այդ զարգացումների ֆոնին Պենտագոնի բարձրաստիճան պատվիրակությունը ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլի գլխավորությամբ ժամանել է Կիև, քննարկելու պատերազմը դադարեցնելու հնարավոր ուղիները։ Լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ ու Ռուսաստանը պատրաստել են խաղաղության նոր նախագիծ, սակայն պաշտոնական հաստատում այս պահին չկա։ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ շուտով լինելու է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց։ Թրամփի ծրագիրը հրապարակել է Axios-ը։ 28 կետանոց Թրամփի պլանով Ռուսաստանը կստանա Լուգանսկի եւ Դոնեցկի ամբողջական փաստացի վերահսկողությունը, չնայած նրան, որ Ուկրաինան դեռևս վերահսկում է այդ տարածքի մոտ 14.5%-ը։ Դոնբասում այդ հատվածները կլինեն ռուսական վերահսկողության տակ, այն տարածքները, որոնցից Ուկրաինան պետք է դուրս գա, կդառնան ապառազմականացված գոտի, եւ Ռուսաստանին չի թույլատրվի այնտեղ զինվորականներ տեղակայել։ Ըստ հեղինակավոր պարբերականի աղբյուրների, Վաշինգտոնը պահանջում է տարածքային զիջումներ, որոշ զինատեսակներից հրաժարում եւ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ԱՄՆ ծրագրից առանձնացնում է մեկ առանցքային պայման՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման վտանգների չեզոքացումը։ Նրա խոսքով պետք է ապահովել Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքներ եւ դադարեցնել Ուկրաինային ռազմական դաշինքի մեջ ներգրավելու փորձերը։ Այս ընթացքում Թրամփը խոշորացնում է հաստատած խաղաղությունների թիվը։ 8 պատերազմ, ես 8 պատերազմ եմ կանգնեցրել, մնում է եւս մեկը, դե դուք գիտեք որն է դա։ Ես կարծում եի դա լինելու է ամենահեշտը, որովհետեւ ես լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ, բայց հիմա մի փոքր հիասթափված եմ նախագահ Պուտինից եւ նա դա գիտի։ Մի պատերազմ կար 36 տարի տևած, ես այն լուծեցի մեկ օրում։ Անկարայում փաստացի անարդյունավետ է ավարտվել Զելենսկի-Էրդողան հանդիպումը։ Բանակցություններից հետո Թուրքիայի նախագահը խոսել է Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցելու կարևորության մասին։ Մինչ այդ էլ չեղարկվել էր Թրամփի բանագնաց Սթիվ Ուիտքոֆի Թուրքիա մեկնելը, որտեղ նա պետք է հանդիպեր Զելենսկու հետ։ Այն եւս մեկ անգամ ազդանշան է պայմանավորվածություններում Կիևին շրջանցելու մասին։ Իսկ ռազմաճակատում իրավիճակը շարունակում է լարվել, Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են Ռիազանի եւ Իլսկի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հաջողված հրթիռային հարվածների մասին։ Ի պատասխան ռուսական ուժերը հարձակվել են Տերնոպոլի բնակելի թաղամասերի վրա, պատճառելով բազմաթիվ զոհեր։ Տարածաշրջանում սրվում է նաեւ ֆինանսական դիմակայությունը, Ռուսաստանի Պետդուման սպառնում է պատասխան քայլերով, եթե Եվրամիությունը որոշի օգտագործել կամ բռնագրավել Ռուսաստանի սառեցրած ակտիվները Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու համար։ Ռուսաստանը վերջին ամիսներին ակտիվացրել է հարձակումները, թիրախավորելով էներգետիկ եւ բաշխիչ կայանները, ինչի արդյունքում ամբողջ քաղաքներ կրկին հայտնվում են մթության մեջ։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։